քարտով սխալ է էլի բալիկ ջան։ Մարդու ձեռքը գումար չլինի եւ հետո էլ չգիտեմ ոչ մի թոշակառու դա չի ընդունի։ Ես հիմա քարտային համակարգ է, ես քարտով եմ դա թոշակի հանում է, օգտագործում եմ, բայց դե ընդունելի չի, շատերի կողմից դա ընդունելի չի, սխալ է դա։ Ավելանալը դա բոլորն էլ իմանում են, ավելանում է, բայց դե մենք չենք ընդունում, կոնկրետ ես դա չեմ ընդունում, թող չավելանա, հա։ Թող ես ինչքան գումար կա, ինձ պետք է ես հանեմ օգտագործեմ։ Գիտեք ինչ կա, մեկը ես հաշվանդանում եմ սրտային խնդիրներով, մեքենա է գալի փողոցում, բերում են, ապրանք են բերում, հա, մի կերպ ոտերի խնդիր ունեմ, իջնում եմ մի կապ կանաչի են վերցնում, բալիկ ջան, սուպերմարկետներում թանկ են գները, ճիշտը խոսենք էլի, շատ բաներ կա, որ մարդիկ էդի հաշվի են առնում, մեր նման թոշակառուները, ես 40,000 թոշակ եմ ստանում, հաշվանդամ եմ, միայնակ ապրող, դա ոչ կոմունալների է բավարարում, ոչ դա դեղերը, թանկ դեղեր կան, որ չենք ստանում, դեղեր տալիս են, բայց դա ոչինչի մեզ օգուտ չի, մեզ հարկավոր է, որ թոշակները բարձրացնեն, իսկ էդ էլ մարդիկ իրանց ձեռքը գումարը ծախսեն, օրինակ գյուղի ժողովուրդը, ես քաղաքում եմ բնակվում, գյուղի ժողովուրդը մտածում է մեկի տուն իրանք անցում են, ճիշտ ասում մարդը, քարտով չի ուղարկի կամ ճիշտը դա է, ես այդպես եմ մտածում, չգիտեմ որքան մյուսները ինչ են մտածում, ես մտածում եմ, թոշակները հարկավոր է բարձրացնել, նպաստից զրկեցին, անգամ ինձ, նպաստները ծերերին, թոշակառուներին պետք է օգնել, չի կարելի ամոթ է, մենք այսքան աշխատել ենք, այսքան մեր պետությունը երկում աշխատել ենք, որ հիմա մարդիկ բոմժի նման նայում ես փողոցում, մեզնից վատերն էլ էլի, մենք մի կերպ չեմ ուզում շատ ընդարձակվեն ճակերտները բացեմ, մեկի շոր են տալի, մեկին ես են տալի, են տալի, բայց պետության կողմից չենք պահվում մենք, ապահով չենք։ Ես ով ուզում ա լինի հիմա վարչապետ, ես ինքս եմ ընտրել Փաշինյանին, հա, հիմա այս ընտրությանը ով ուզում ա լինի, իմ միակ ցանկությունը այն է, որ մենք ապրենք։ Չեն գոյատևում մարդիկ, սա ապրել չի, անհարմար է։ Մեր հայազգը այդ ազգն է, աշխատող, ստեղծող, ամեն ինչ, այսօր իմ նմանը հիվանդը ինչ ստեղծի, ասում են թող գնամ բիզնես դնել։ Այ մարդ, եթե ես աշխատեի, ոտս առողջ չլներ, աշխատել եմ, չէ, ապրել եմ, կաշխատեի, ճիշտ է, բիզնես չենք կարա դնենք, մենք այդ միլիոնները չունենք, բայց ինչևից է կաշխատեինք ու այս ձևի չէինք ապրի, ասեցի չխոսեմ, բայց էլի չկարողացա։